Կառավարությունը 2026-ի բյուջեում պաշտպանությանն ուղղված ծախսերը նվազեցրել է շուրջ 100 միլիարդ դրամով։ Նախորդ տարի այս նպատակով նախատեսված էր 660 միլիարդ, իսկ հիմա մոտ 560 միլիարդ։ Սա այն դեպքում, երբ մեր թշնամի Ադրբեջանը այս տարի ավելացրել է իր ռազմական ծախսերը։ Արդյոք մենք պատրաստ ենք վաղվա վտանգին, եթե այսօր կրճատում ենք մեր բանակի միջոցները։ Եթերում հակափաստարկն է, հասկանանք միասին։ Ալիևն անձամբ հայտարարել է. մենք մեծացնում ենք մեր ռազմական ներուժը, մատակարարվել են ժամանակակից ԱԹՍ-ներ, հրետանային նոր համակարգեր, պայմանագրեր են կնքել մարտական նոր ինքնաթիռների գնման համար, եղածներն էլ արդիականացվել են։ Պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի, քանի որ աշխարհում գործընթացներն այնպիսին են, որ անհնար է կանխատեսել վաղը ինչ կլինի, ասել է Ալիևը։ Այսպիսով նրանք զինվում են, իսկ մենք կրճատում ենք բանակի բյուջեն եւ ծառայության տևողությունը, ինչն էլ հանգեցնելու է թվակազմի կրճատման մոտ 25%-ով։ Իշխանությունը կրճատումը փորձում է ներկայացնել որպես ֆինանսական պատասխանատվության դրսևորում։ Ասում են, բանակի կարիքները մասամբ արդեն ֆինանսավորվել են նախորդ տարվա բյուջեից, իսկ հիմա գումարները պետք է ուղղել այլ ոլորտների, սոցիալական ու տնտեսական խնդիրների լուծմանը։ Նշում են նաև, թե իբր բանակը ներկայում ապահովված է անհրաժեշտ միջոցներով եւ կտրուկ մեծացման կարիք չկա։ Սակայն սա վտանգավոր մոլորություն է։ Բանակի կարիքները ոչ թե մեկ տարվա, այլ շարունակական գործընթաց են։ Սպառազինության արդիականացում, տեխնիկայի սպասարկում, նոր պայմանագրեր, զինվորների պատրաստություն եւ այլն։ Այս ամենը պահանջում է ոչ թե կրճատում, այլ կայուն աճ։ Ավելին, Ադրբեջանը հենց հիմա բազմապատկում է իր ռազմական հնարավորությունները։ Ինչպես կարելի է ասել, մեծացման կարիք չկա, երբ մեր թշնամին հայտարարում է, պատրաստ ենք պատերազմի ցանկացած պահին։ Իսկ դու փորձելով խաղալ մարդկանց զգացմունքների վրա, բանակը դարձնում ես 1.5 տարի քո նախընտրական կեղտոտ խաղերի եւ վերընտրվելու համար, ինչպես կարելի է 25%-ով կրճատել բանակի թվակազմը, երբ մեր տարածաշրջանը գտնվում է այսպիսի պայթունավտանգ իրավիճակում։ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը կամ կուրորեն հավատում են իրենց բերած չակերտավոր խաղաղությանը, որ մենք բազմիցս ասել ենք, որ իրատեսական չէ, եւ այս ամենը երկար չի տևելու, որովհետեւ Թրամփը հավերժ չէ, իսկ Ալիևը չի հանգստանա, մինչեւ չիրագործի Արևմտյան Ադրբեջանի իր վաղեմի պլանը։ Կամ էլ նրանք սպասարկում են թշնամու շահերը, որը վաղուց էր ակնհայտ։ Ալիևը նույնիսկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից իլուր աշխարհի հոխորտաց, թե Հայաստանը կապիտուլացվել է եւ շարունակեց իր ռազմատենչ հայտարարությունները։ Իսկ Նիկոլը նույն ամբիոնից բարձրացավ եւ վախվորած մի պատասխան տվեց, որը բոլորս լսել ենք։ Այստեղ մի հարց է առաջանում։ Բա ասում եք, երբ խնդիր առաջանա, կզանգենք Թրամփին։ WhatsApp-ի համարն էլ ունեիք։ Էլ ինչու չեք զանգում, թե չեք կարողանում գիծ ընկնել։ Չէ՞ որ բոլորս տեսանք, թե ինչպես Թրամփը ձեզ խայտարակեց, հայտարարելով, որ չի հիշում ինչ Ադրբեջան, ինչ Հայաստան։ Շփոթում էր մեր երկրների անունները։ Մեկ Ալբանիա էր ասում, մեկ էլ հետո պարզվեց Կամբոջայի հետ է հաշտեցրել մեզ։ Ալիևի անունը հիշում է, իսկ քոնը ոչ, Նիկոլ։ Սա է քո բերած խաղաղությունը։ Եվ երբ վերահաս աղետը գա, դու այլևս չես կարողանալու արդարանալ, չես կարողանալու ասել, թե ես չեմ գլխավոր մեղավորը։ Պատերազմից հետո պետք է գիտակցեիր, որ ունակ չես ղեկավարելու երկիրը, բայց մինչ օրս պնդաճակատորեն քանդում ես այն, կրճատելով բանակի բյուջեն այն պահին, երբ մեզ քո իրականացրած աղետաբեր քաղաքականության արդյունքում ամենաշատն է պետք պաշտպանունակ ու մարտունակ բանակ։ Այսօր մեր բանակից կտրած յուրաքանչյուր դրամ վաղը կարող է արժանալ մարդկային կյանքեր։ Չնայած ես գիտեմ, որ դուք թքած ունեք զինվորների կյանքերի վրա, որովհետև Ազատ գյուղի հրդեհից հետո, երբ ձեր ապիկար կառավարման արդյունքում ողջակիզվեցին 15 զինվորներ, ոչ ոք պատասխանատվություն չկրեց։ Ոչ ոք պատասխանատվություն չկրեց նաև բանակում աննախադեպ խանակությամբ մայրի համար, որոնց մեծ մասը ոչ թշնամու կրակոցից էին։ Իսկ Պապիկան Սուրենը, որ այդ վիճակի գլխավոր մեղավորներից է, մինչ օրս պաշտպանության նախարարն է եւ պաշտոնանք չի արվել ու պատասխանատվության չի ենթարկվել։ Բայց ոչինչ, պատասխանատվության ժամը եւ օրը կգա։